Ողջույն Հայր ջան, Մարտունի քաղաքում եմ, անկեղծ ասած փողոցի անունը չգիտեմ, ցավոք սրտի, ուրեմն սովետական այսպես փլուզումից հետո, երբ անկախացանք, ուրեմն Քորլևոնը մի մշակույթ մեզ թողեց, ավիրել ամեն ինչ։ Իրենք ինչքան դպրոց մշակույթի կենտրոն ինչ կար, բոլորը ավիրեցին, սարքեցին մոլ, ես չգիտեմ առևտրի կենտրոն, ու շատ մարդիկ ստիպված եղան երկիրը լքել։ Բայց այն մարդիկ, ովքեր մնացին, ցավոք սրտի, որդեգրեցին այն վարքը, որը ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, ավիրել երկիրը։ Ու խնդրեմ, այս մարդիկ հասկանալի է, չէ՞ որ այստեղ չեն ապրում, հասկանալի է։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, այս դեպքում դուք պարտադիր է, որ անեք այն, ինչ որ վերևից են անում, կամ ընդունեք նույնիսկ վերևից չեն անում, բայց դուք այս աղբը, որ այսքան բերել լցրել եք ուրիշի հողամաս, ընդ որում ձեր քթի տակ, այսքան որ կեղտոտել եք ու մխտրել եք, ասենք փչացրել եք բնությունը, դուք տեսեք այս ձեր աղբի, այսպես ասած, տեսակները եւ հատկապես պլաստմասե տարաները, ասենք դուք ձեզ վատ չեք զգում։ Հիմա որ ասենք իմ նման մեկը, ուրիշները, համոզված եմ լիքը մարդ որ անցնում է, քֆուր է տալիս։ Դուք ձեզ վատ չեք զգում դրանից, արա, ինչ կարգի դուք պետք է կեղտոտել եք, ասեք ինչի համար եք դուք բերել ուրիշի հողամասում այսքան բան եք լցրել։ Երբ որ այս շրջապատում, ասենք, թող լինի 500 մետր հեռավորության վրա կան աղբամաններ, կամ նույնիսկ եթե չկան, դուք ձեր աղբայի շուն ворթիները լափում եք, դուք տարեք թափեք ինչի եք բերում, նույնը ներքևում եւս մեկ հողամաս կա, մի քիչ այն կողմ նորից ու նույն վիճակն է։ Այս կարգի խոզ դրա համար էլ երկիրն այսօրին է, էլի։ Թուրքին ծախում են, դուք շատ նորմալ եք ընդունում, ինչ ա եղել, որ եթե կարելի է հարևանի ուրեմն բակը վերածել մեծ աղբամանի, ինչու է երկիրը չվաճառել Թուրքին, որ